Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունից և փրկարար ծառայությունից հայտնում են, որ Փամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինը։ Այսօր ժամը 14:25-ի սահմաններում Փամբակ գետում ենթադրյալ դեպքի վայրից շուրջ 550 մետր հեռավորության վրա ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ջրասուզակը հայտնաբերել է հունիսի 15-ից որոնվող 2013 թվականի ծնված Մարինե Մարտիրոսյանի մարմինը։ Ավարտվեցին օրեր շարունակ ամբողջ հանրության ուշադրության կենտրոնում գտնվող որոնողական աշխատանքները, որոնք ցավոք ունեցան ողբերգական ավարտ։ Այսպիսով հաստատվեց ամենածանր լուրը, որից օրեր շարունակ վախենում էին ընտանիքը, հարազատները, փրկարարներն ու հազարավոր քաղաքացիներ, ովքեր հետևում էին որոնումների ընթացքին։ Հիշեցնենք, որ հունիսի 15-ին անհետացել էին երկու հարազատ քույրեր՝ 13-ամյա Մարինեն և 7-ամյա Նարեն։ Նրանց որոնումներն անմիջապես դարձել էին լայնածավալ գործողություն։ Փամբակ գետի տարբեր հատվածներում օրեր շարունակ աշխատել են ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները, ոստիկանության ծառայողները, ջրասուզակները, կամավորները և բազմաթիվ քաղաքացիներ։ Որոնումներին ներգրավել էին անօդաչու թռչող սարքեր, նավակներ, հատուկ տեխնիկական միջոցներ և մասնագիտական խմբեր։ Հունիսի 17-ին հայտնաբերվել էր 7-ամյա Նարէ Մարտիրոսյանի մարմինը։ Այդ լուրը մեծ ցավ էր պատճառել բոլորին, սակայն մինչև վերջին պահը մարդիկ շարունակում էին հույս ունենալ, որ ավագ քրոջ վերաբերյալ որևէ հրաշք տեղի կունենա։ Ցավոք, այսօր ստացվեց նաև երկրորդ ողբերգական լուրը։ Այս դեպքը խորը հետք թողեց ոչ միայն ընտանիքի, այլ ամբողջ հասարակության վրա։ Օրեր շարունակ հազարավոր մարդիկ սոցիալական ցանցերում աղոթում էին, տարածում երեխաների լուսանկարները, հետևում յուրաքանչյուր նոր տեղեկության և սպասում բարի լուրի։ Շատերն անձամբ չէին ճանաչում քույրերին, սակայն նրանց ճակատագիրը դարձել էր համազգային ցավ։ Առանձնահատուկ գնահատանքի են արժանի բոլոր այն մարդիկ, ովքեր մասնակցեցին որոնողական աշխատանքներին՝ փրկարարները, ոստիկանները, ջրասուզակները, կամավորներն ու հասարակ քաղաքացիները օրեր շարունակ գործադրեցին առավելագույն ջանքեր՝ ուսումնասիրելով գետի հոսքը, ափամերձ հատվածներն ու դժվարամատչելի տարածքները։ Նրանց աշխատանքը պահանջում էր մեծ նվիրում, տոկունություն և մասնագիտական պատրաստվածություն։ Այս ողբերգությունը հերթական անգամ հիշեցնում է կյանքի փխրունության մասին։ Երկու փոքրիկ քույրեր, որոնց առջև դեռ ամբողջ կյանքներ այլևս չկան։ Նրանց կորուստն անդառնալի ցավ է ընտանիքի, հարազատների և բոլոր նրանց համար, ովքեր այս օրերին ապրում էին այդ ընտանիքի հետ նույն հուզմունքն ու սպասումը։ Խորին ցավակցություն ենք հայտնում Մարտիրոսյանների ընտանիքին, հարազատներին և մտերիմներին։ Թող նրանք ուժ գտնեն հաղթահարելու այս անչափ ծանր փորձությունը, իսկ փոքրիկ Նարինեն և Մարինեն հանգչեն խաղաղությամբ։ Երբեմն բառերը բավարար չեն ցավը նկարագրելու համար։ Այսօր ամբողջ հանրությունը պարզապես խոնարհվում է երկու անմեղ երեխաների հիշատակի առաջ և կիսում նրանց ընտանիքի ծանր վիշտը։ Հանգչեք խաղաղությամբ, Նարէ և Մարինե։ Այս ողբերգական պատմությունը օրեր շարունակ միավորել էր հազարավոր մարդկանց։ Ամեն նոր առավոտ սկսվում էր մեկ հարցով՝ արդյոք կա որևէ նորություն այս երեխաների մասին։ Մարդիկ հետևում էին պաշտոնական հաղորդագրություններին, կիսվում աղոթքներով, հույսի խոսքերով և հավատում, որ որոնումները կարող են այլ ավարտ ունենալ։ Փամբակ գետի ափերին աշխատող փրկարարներն ու կամավորները պատմում էին, որ յուրաքանչյուր մետր զննում էին մեծ ուշադրությամբ։ Չնայած դժվարին պայմաններին, արագ հոսքին և երկար ժամերին, որոնումները չէին դադարում։ Նրանցից շատերի համար սա պարզապես հերթական ծառայողական առաջադրանք չէր։ Խոսքը երկու երեխաների կյանքի մասին էր, և բոլորը ցանկանում էին անել հնարավոր ամեն ինչ։ Այս օրերին հատկապես մեծ էր հասարակության համախմբվածությունը։ Տարբեր քաղաքներից մարդիկ զանգահարում էին, հետաքրքրվում, առաջարկում օգնություն, տարածում պաշտոնական տեղեկությունները։ Սոցիալական ցանցերում հազարավոր գրառումներ էին արվում, հույսով, որ երեխաները կգտնվեն։ Շատ ծնողներ խոստովանում էին, որ այս պատմությունը խորապես հուզել է իրենց, որովհետև յուրաքանչյուր ծնող ակամա իրեն դնում է նման ընտանիքի տեղը և պատկերացնում այդ անասելի ցավը։ Այսօր, երբ արդեն հայտնի է երկու քույրերի ողբերգական ճակատագիրը, մնում է միայն կիսել ընտանիքի վիշտը և խոնարհվել նրանց հիշատակի առաջ։
Առջևում քննության փուլն է, որի ընթացքում պետք է պարզվեն դեպքի բոլոր հանգամանքները։ Շատ հարցեր դեռ պատասխաններ չունեն, և դրանց պետք է պատասխանեն մասնագետներն ու իրավապահ մարմինները։ Մինչ այդ կարևոր է հարգել ընտանիքի վիշտը և զերծ մնալ չհաստատված վարկածներից և շահարկումներից։ Թող այս ողբերգությունը նաև հիշեցում լինի բոլորիս առավել ուշադիր լինել երեխաների անվտանգության հարցերում, հատկապես գետերի, ջրամբարների և վտանգավոր տարածքների մոտ։ Երբեմն մեկ ակնթարթը կարող է ճակատագրական լինել։ Այսօր Վանաձորը սգում են հարևանները, ընկերները, ուսուցիչները, որոնումներին մասնակցած մարդիկ և հազարավոր քաղաքացիներ, որոնք օրեր շարունակ ապրում էին այս պատմությամբ։